Գազայում հայտնաբերվել է Համասի պատանդարած վերջին հրեայի մարմինը։ Քաղաքի գերեզմանատներում զանգվածային արտաշիրիմում են արել եւ 250 դիակի հետազոտությունից հետո նույնականացրել իսրայելցի սերժանտի մարմինը։ Մենք տուն բերեցինք Ռանի Գավիլիին, իսրայելցի հերոսին, Գազայում այլևս պատանդներ չկան։ Գերեվարված վերջին հրեայի մարմինն ստանալով Իսրայելը հայտարարել է Թրամփի խաղաղության ծրագրի հաջորդ փուլն սկսելու մասին։ Ամերիկյան միջնորդությամբ Իսրայել-Համաս հրադադարի համաձայնագրի առաջին փուլով նախատեսվում էր կրակի դադարեցում եւ բոլոր գերիների փոխանակում։ Երկրորդ փուլով նախատեսվում է սահմանների ու անցակետերի բացումն ու Գազայի վերակառուցումը։ Սակայն Քնեսեթում ելույթի ժամանակ Նեթանյահուն խմբագրել է համաձայնագիրը։ Հաջորդ փուլը վերակառուցումը չէ, հաջորդ փուլը Համասի զինաթափումն է եւ Գազայի հատվածի ապառազմականացումը։ Գազայում ամենօրյա սարսափի մեջ ապրող մարդիկ չեն հավատում, որ պատանդարված վերջին հրեայի մարմինն ստանալով Իսրայելը դադարեցնելու է իրենց բնակավայրերի ռմբակոծումը։ Պատերազմը մեզ ստիպել է հարմարվել ամեն ինչին, ապրել մշտական վախերի մեջ։ Այս սյուներն ամեն պահի կարող են փրվել կնոջս ու երեխաներիս վրա։ Այստեղ կյանքը լի է սարսափներով, բայց մենք այլընտրանք չունենք։ Այս շինությունը քանդվում է եւ մենք չգիտենք ինչ անել։ Ուրիշ տեղ չկա գնալու։ Սրանից առաջ ուրիշ տեղ էինք մնում, կոյուղա ջրերի մեջ։ Ավերակներ վերադարձած պաղեստինցիներին Թրամփի ստեղծած խաղաղության խորհուրդն անգամ չի ոգևորել։ Կազմակերպությունը, որ ստեղծվել է երկամյա պատերազմում Իսրայելի ռումբերից ավերված Գազայի հատվածի վերակառուցման ու ֆինանսավորման համար, հավակնում է զբաղվել նաև մյուս հակամարտությունների լուծմամբ։ Խաղաղության խորհրդին միանալու համար Թրամփը մոտ 60 երկրների առաջնորդների հրավեր էր ուղարկել։ Նրանցից 20-ն արդեն ընդունել են Սպիտակ տան ղեկավարի առաջարկը։ CNN-ի տվյալներով հրավերին կցված կազմակերպության կանոնադրության նախագծում Գազայի անունն անգամ չի հիշատակվում։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։